Նոյեմբերի 19-ին նշանավոր բանասեր պատմաբան եւ աստվածաբան Երվանդ Տերմինասյանի ծննդյան օրը Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ «Հուշեր իմ կյանքից» գրքի շնորհանդեսը։ Գիտնականի հուշերի երկրորդ լրամշակված հրատարակությունն է։ Շնորհանդեսի օրը ճարտարապետ Անուշ Տերմինասյանը իր պապի արխիվից մի քանի արժեքավոր նմուշներ նվիրեց մատենադարանին։ Այստեղ արդեն պահվում է այդ արխիվի մի զգալի մասը, որ գիտնականն ինքն է նվիրել մատենադարանին մահվանից առաջ։ Դրանց թվում եղել են 12-րդ դարի ձեռագիր, 35 նամակ Մաղաքյա Օրմանյանից, արժեքավոր այլ գրքեր եւ նամակներ։ Ադոնցի նամակը ես գտա էլի շատ հին գրքեր, ձեռագրեր, շատ բաներ, որը դեռ մի մասը այսօր բերել եմ, օրինակ առաջին համալսարանի առաջին թերթը, նման բաներ բոլորը շատ արժեքավոր եւ շատ հետաքրքիր, ասենք իրեն Լայպցիգի համալսարանի դասախոսությունները գերմաներեն գրած, այսօր պիտի նվիրեմ Ստուգարքի գրքույկը 20-րդ դարի ամենահայտնի փիլիսոփաների եւ արևելագետների ստորագրություններով, այսինքն այն բաները, որ մեր ստին շատ մոտ են մեր ընտանիքի համար շատ թանկարժեք բաներ են, բայց ես գտնում եմ, որ դա պետք է լինի մատենադարանում։ Երվանդ Տերմինասյանը հուշեր է գրառել ամբողջ կյանքում, թերևս ցանկացել է նաև տպագրել, բայց չի հասցրել։ Գրքի մեքենագրված բնագրին գիտնականի ձեռքով նշումներ կան։ Շնորհանդեսի առիթով հյուրերն արժևորեցին գիտնականի անձը եւ ավանդը, նշեցին հայագիտական կարևոր աշխատությունները, անցած ճանապարհն ու ժառանգությունը։ Ինձ համար Երվանդ Տերմինասյանը բարեկրթության եւ հայ մտավորականի տիպար է։ Եվ հատկապես այսօր մեր դժվարին ժամանակներում մենք կարիք ունենք պարբերաբար ետ նայելուն, որպեսզի ճիշտ գնահատենք ինքներս մեզ եւ ճիշտ ձևակերպենք մեր պատկերը ինքներս մեր մասին։ Ցավոք սրտի մեր պատկերը շատ է աղճատվել տարբեր տեղեկատվական հարձակումների, հոսանքների պայմաններում եւ նման գործիչները, նման անունները, ինչպես Երվանդ Տերմինասյանն է, իհարկե մեծ դեր ունի զտելու, մաքրելու մեր դիմանկարը, մեր հոգևոր պատկերը նախ եւ առաջ ինքներս մեզ համար։ Հիշատակվեց նաև նրա կյանքի այն մասը, որը հայոց եկեղեցու հետ էր կապված։ Տերմինասյանը հայ եկեղեցու վարդապետ է եղել։ Սովորել է Գևորգյան հոգևոր ջեմարանում, ապա հայոց հայրապետի տնօրինությամբ ուղարկվել է Գերմանիա բարձրակարգ ուսում ստանալու։ Վերադարձել է փիլիսոփայության դոկտորի եւ աստվածաբանության լիցենզիատի գիտական աստիճաններով եւ անմիջապես պաշտոնի նշանակվել Մայրաթոռում։ 3 պարտականություն է կատարել նա այդ ընթացքում. ջեմարանի ուսուցիչ, խմբագրի օգնական եւ տպարանի կառավարիչ։ Այս 3 պաշտոններն է զբաղեցրել, պիտի ասել, որ 3-ն էլ արդյունաշատ կերպով է իրականացրել։ Աստվածի վկայություններն են։ Կարճ ժամանակում նրա կողմից հեղինակված դասագրքերը 3 դասագիրք, որոնցից 2-ը հրատարակված են, մեկը անտիպ է մնում, մի շարք դասախոսություններ, օրինակ Բաբելոնը եւ Սուրբ Գիրքը, Հիսուսի կյանքը եւ այլն։ Ինչն էր կարևոր, որ Երվանդ Տերմինասյանի դասագրքերը կոչված էին ծառայելու ոչ միայն ջեմարանի կարիքներին, այլև քրիստոնյա հանրության հետաքրքրություններին։ Երվանդ Տերմինասյանի եկեղեցական գործունեությունը կարճ է տևել։ 1910 թվականին կարգաթողության դիմում է ներկայացրել վեհափառ հայրապետին։ Պատճառներից հիմնականն այն էր, որ սիրահարվել էր։ Կարճ ժամանակ անց ամուսնանում է ընկերոջ բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի քրոջ հետ։ Հրաժարվելով հոգևոր ասպարեզից նվիրվում է գիտական եւ մանկավարժական գործին եւ երբեք չի կտրվում եկեղեցուց։ Փորձեցին նրան պահել եկեղեցում, սակայն ինչպես ինքն է անկեղծորեն նշում, որոշել էր այլ կարգավիճակով իր ծառայությունը շարունակել հայագիտության ասպարեզում, արդեն իբրև ոչ հոգևորական, այլ աշխարհական անձնավորություն։ Երվանդ Տերմինասյանի կյանքը, երբ որ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ նա միշտ կապված է մնացել իր եկեղեցուն, իր հայրենիքին։ Երվանդ Տերմինասյանը եկեղեցական չէր, բայց եկեղեցագետ էր։ Իբրև հայագետ գիտական հեղինակություն եւ մեծ համբավ է ձեռք բերել։ Նա ամբողջ կյանքում խորհրդային աթեիստական երկրում, որտեղ կրոնական ամեն ինչ հալածվում էր, արժևորել է հայ եկեղեցու պատմությունը եւ ժառանգությունը։ Հերմինե Հակոբյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։